Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մի եթերում, ինչպես ամեն օր այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի հրապարակումներ եւ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նշանակումից հետո 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1003 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից։ Օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել սոցհապ նախարարություն, խնդրելով հայտնել, թե Երևան քաղաքում եւ մարզերում քանի քաղաքացի է զրկվել սոցիալական նպաստից Արսեն Թորոսյանի օրոք։ Ի պատասխան մեր գրության նախարարությունից հայտնել են, որ համաձայն կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N27 որոշման 2025 թվականի մարտի 17-ից Կոտայքի եւ Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ պիլոտային ծրագրի շրջանակում, որի հիման վրա նշանակվում է նպաստները։ Սակայն նախարարության ներկայացրած թվերը այլ իրականություն են բացահայտում։ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևան քաղաքում եւ եւս 8 մարզերում սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվն ավելացել է ընդամենը 17-ով։ Մինչդեռ ընտանեկան նպաստ ստացողների թիվը նվազել է 1003 ընտանիքով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2021 թվականին պետական բյուջեից ստացել է տան վարձավճարի փոխհատուցում ամսական 100,000 դրամի չափով։ Այն դեպքում, երբ չի համապատասխանել այդ փոխհատուցումը ստանալու օրենքով սահմանված պայմաններին։ Օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր։ Փաստ 1. Արթուր Հովհաննիսյանը մարզաբնակ չի եղել, մինչդեռ ԱԺ պատգամավորներին վարձավճարի փոխհատուցում տրամադրվում է բացառապես այն դեպքում, երբ նրանք Երևան քաղաքում սեփականություն չունեն։ Փաստացի վարձակալում են բնակարան կոնկրետ հասցեով, ներկայացնում են կադաստրից տեղեկանք սեփականության բացակայության մասին եւ վարձակալության պայմանագիր։ Փաստ 2. Չնայած այս հանգամանքին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Արթուր Հովհաննիսյանին փաստացի տրամադրվել է ամսական 100,000 դրամի փոխհատուցում։ Փաստ 3. Օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, համաձայն որի Նարդոսի փողոցի վրա գտնվող բնակարանի վարձակալության պայմանագիրը կնքվել է 2021 թվականի նոյեմբերի 27-ին։ Պայմանագիրը կադաստրի կողմից վավերացվել է միայն 2021 թվականի դեկտեմբերի 2-ին։ Փաստ 4. Սա նշանակում է, որ 2021 թվականի գրեթե ամբողջ ընթացքում, երբ Արթուր Հովհաննիսյանը ազգային ժողովից հպարտ հարկատուների հաշվին ստացել է պետական բյուջեից վարձավճարի փոխհատուցում, չի ունեցել կադաստրով վավերացված վարձակալության պայմանագիր։ Հետևաբար չի ունեցել իրավական հիմք այդ գումարները ստանալու համար։ Սա ենթադրյալ ապօրինություն է։ Փաստ համար 5. Ազգային ժողովի աշխատակազմը վարձավճարի փոխհատուցում տրամադրելիս նախապես հավաքում է փաստաթղթերը եւ առանց դրանց փոխհատուցում չի տրամադրում։ Այդ փաստաթղթերը պարտադիր մաս են։ Կադաստրի տեղեկանքը Երևանում սեփականություն չունենալու մասին վարձակալության պայմանագիրը հստակ հասցեով։ Ինչու է ԱԺ ղեկավարությունը աչք փակել Արթուր Հովհաննիսյանի կիսատ ներկայացված փաստերի վրա։ Ազգային ժողովի մեր աղբյուրների փոխանցմամբ Արթուր Հովհաննիսյանը վարձավճարի փոխհատուցումը ստացել է հենց Նարդոսի հասցեում գտնվող տան համար։ Այս լուրը համեմատեք նախորդ ընթերցած մամուլի հրապարակման հետ, որ նպաստառու ընտանիքները կրճատվում են, նպաստ ստացողների թիվը կրճատվում է, իբրև թե պետական միջոցներն են խնայում։ Նիկոլ Փաշինյանն ու իր նախարարները աղքատության դեմ պատերազմ են հայտարարել, բայց ոչ այնպես, որ մարդիկ սկսեն աշխատել, դուրս գալ աղքատությունից, այլ ուղղակի մարդկանց զրկում են նպաստից, ասում են գնացեք աշխատեք, որևէ ձև ձեր գլուխը պահեք, իսկ իրենք ասում են դե օրենքով դուք արժանի չեք դրան, հա, դուք ունեք SSS գույքը, իսկ իրենք իրենց պատգամավորներին տալիս են վարձակալության վճար մի պարագայում, երբ որ այդ մարդիկ անգամ պայմանագրեր չունեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, բարձրացնելով Գյումրու Մաքսային հսկողության գոտում տեղի ունեցած հնարավոր խոշոր չարաշահումների հարցը։ Հարցման մեջ օրաթերթը նշել էր, որ 2022-24 թվականների ընթացքում ներմուծված յուրաքանչյուր բեռնարկում կամ ֆուռում արկա է եղել 3 եւ ավելի ավտոմեքենա, իսկ բեռնաթափման ժամանակ յուրաքանչյուր բեռնարկղից դուրս է բերվել նաեւ փայտանյութ։ Ըստ մեզ հասած տվյալների, նշված ժամանակահատվածում Գյումրու Մաքսային հսկողության գոտուց դուրս է բերվել շուրջ 4000 խորանարդ մետր փայտանյութ, որի արժեքը կազմել է մոտ 280 միլիոն դրամ։
Օրաթերթի հարցմամբ հետաքրքրվել էր արդյոք հիշյալ փաստով որևէ կառույցից հաղորդում ներկայացվել է, կա արդյոք քրեական վարույթ եւ ինչ փուլում է այն գտնվում։ Պաշտոնական պատասխան արդեն իսկ ստացել են։ Գլխավոր դատախազությունից օրաթերթին հայտնել են, որ նշված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը ըստ տեղեկությունների ամերիկյան հայ համայնքի եւ իր թեմի քահանաների ճնշման ներքո դարձի է եկել։ Պատմում են, որ ահռելի ճնշումներ են գործադրել նրա վրա, կանգնեցրել երկընտրանքի առաջ, կամ շարունակում է հավատարիմ մնալ մայրաթորին, կամ նամակ են ուղարկում իր թեմակալ առաջնորդությունը դադարեցնելու պահանջով։ Եվ միայն դրանից հետո է նա հայտարարել, որ փետրվարի 16-ից 19-ին կմասնակցի եպիսկոպոսատ ժողովին, որը մայրաթորը հրավիրել է Ավստրիայում։ Միացյալ Նահանգների թեմերի պարագայում թեմակալ առաջնորդը բացի նրանից, որ հաստատվում է վեհապարի կողմից, կարծեմ ընտրվում է նաև համայնքի կողմից, այնպես որ համայնքի հետ առումով կարող է էական դերակատարում ունենալ։ Լավ է, որ դարձի են գալիս, իհարկե կարծում եմ իրենց արած նախորդ քայլերը չի կարող անպատասխան մնալ։ Կան տեղեկություններ, մենք օրս հրապարակել ենք, որ Նավասարդ Կճոյանը եւս փորձում հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկը չի հաջողում, կարծեք թե իր համար ալիբի է պատրաստում, ասում է, որ ինքը ոչ թե տիրադավ է, այլ ինքնաներդրվել է տիրադավերի մեջ, որպես Շտիրլից, հիշում եք Գարնան 17 ակնթարթները սովետական մի ֆիլմ կար, գերմանացիների մեջ սովետական հետախույզ, ինքը այս տիրադավերի միջի Շտիրլիցն է իր մեկնաբանմամբ, չնայած ասում են, որ հոգևորականներ, ովքեր լսում են, ծիծաղով են վերաբերում դրան եւ հասկանում են, որ Կճոյանը վերջնականորեն կորցրել է իր հեղինակությունը, այլևս չի կարողանա վերականգնել այն եւ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկով Կճոյանը նաեւ արդեն կաթողիկոս չի կարողանա դառնալ, որովհետեւ ձեռնարկը կարծեք թե տապալվում է։ Հրապարակ օրաթերթը գրում է. մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ոսկետափի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցին կառուցած բարերար Համլետ Գորոյանը եւ Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը, որը ԿՊԱ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է, մի խումբ անձանց հետ այցելել են եկեղեցի եւ պահանջել, որ տեղում ծառայություն իրականացնող Արտաշես քահանա Հակոբյանն ազատի եկեղեցին եւ հանձնի բանալիները։ Արտաշես քահանան, հիշեցնենք, շաբաթվա սկզբին միացել էր Նիկոլ Փաշինյան եւ մյուս հոգեվորականների նախաձեռնած բարենորոգման օրակարգին, սակայն մեկ օր անց հայտարարեց, որ հրաժարվում է այդ որոշումից։ Շաբաթ օրը նա հրապարակավ հայտարարեց բարերարի եւ վարչական ղեկավարի իրեն ուղված սպառնալիքների մասին, հայտնելով նաեւ, որ եկել սպառնացել գնացել են, սակայն ասել են, որ մի քանի ժամ հետո վերադառնալու են, եթե ինքնակամ չլքի, ապա եկեղեցու դռան կողպեքն էլ կփոխեն։ Երեկվա դրությամբ սակայն ոչ բարերարը եւ ոչ էլ այլ անձինք չեն վերադարձել եկեղեցի։ Մեզ ասացին, որ քահանայի ահազանգին արձագանքել են բազմաթիվ լրատվամիջոցներ, լուսաբանել կատարվածը, որից հետո համայնքի տասնյակ եւ հարյուրավոր բնակիչներ շտապել են եկեղեցի, կանգնել նրա կողքին եւ աջակցություն հայտնել մայրաթորի սպասավորին։ Ասել են նաեւ, որ պատրաստ են անձամբ վռնդել բարերարին։ Գիտեք, սովորաբար բարերարները, որոնք կառուցում են եկեղեցի, պարտավոր են հրաժարվել, այսինքն իրենց սեփականության իրավունքով չեն կառուցում, իրենք անում են բարերարություն, կառուցում են եւ դա եկեղեցու սեփականությունն է, եւ նման բարերարին ուղղակի ժողովրդի խոսքով ասած քացով հետևներին պիտի տալ, որովհետեւ այդ եկեղեցին ձեր սեփականությունը չի, որ կառուցեք, հետո գաք, ասեք սա մերն է, բանալիները պիտի տաս մեզ, եթե այդպես էր, դու էլ հոգևորական դառնայիր, ոչ թե գործարար։ Բայց ինստիտուցիոնալ առումով սրան պիտի լուծում գտնվի եւ նաեւ կարծում ապագայում պիտի նման պարագաներում, երբ որ որևէ մեկը բարերարություն անում, եկեղեցի է կառուցում, հետո այդ հոգևոր կառույցին սեփականության իրավունքով է փորձում մոտենալ, այդ մարդը քրեական հետապնդման պիտի ենթարկվի իր գործողությունների համար։ Դա կարծում եմ միանշանակ է։ Հասարակությունն էլ ճիշտ է անում, որ պատասխանում է այդպես եւ պիտի թույլ չտա, որ այս մարդիկ իրենց նպատակին հասնեն, այս առումով վստահ եմ եկեղեցի կառուցող բարերարին եկեղեցի նաեւ շնորհակալություն է հայտնել մայրաթորից, որ պարգևներ է տվել, կարծում տեղին կլինի, եթե զրկվի այդ պարգևներից եւ դրա մասին հրապարակային հայտարարվի։
Հրապարակ թերթը գրում է. հայտնի է, որ այս տարի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովն անցկացվելու է մայիսին Հայաստանում։ Փորձագետների գնահատմամբ այն հերթական աջակցությունն է լինելու Փաշինյանի իշխանությանը համապետական ընտրություններից առաջ։ Փորձելու են բարձրացնել նրա գահավիժած վարկանիշը, սրանով փորձելու են հայ հանրության մոտ տպավորություն թողնել Եվրոպայի աջակցության եւ Ռուսաստանի գաղութացումից ազատագրվելու մասին։ Իշխանություններն էլ ըստ ամենայնի որոշել են հատուկ հանդիսավորությամբ պատրաստվել այդ միջոցառման, անգամ գագաթաժողովի օրը մայիսի 4-ը որոշել են այս տարի ոչ աշխատանքային հռչակել, տեղափոխելով ապրիլի 18, որպեսզի քաղաքացիների ուշադրությունն էլ ավելի սևեռեն այդ հույժ կարևոր միջոցառման վրա։ Պաշտոնական հիմնավորումն այն է, որ այդ օրը նախատեսվում է 50 բարձրաստիճան պատվիրակության ընդունում եւ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկության արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել այդ օրը դարձնել ոչ աշխատանքային։ Հրապարակ թերթը գրում է. անցած շաբաթ խորհրդարան իշխանական падգամավոր Ռուբեն Ռուբինյանը եւ 44 օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հոր Գեգամ Նազարյանի հեղինակած օրենքի ընդունմամբ հունվարի 27-ը պաշտոնապես ճանաչվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Նրանք նշել են, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհվածների հիշատակը։ Ընտրել ենք հունվարի 27-ը, որպեսզի բանակի օրվան նախորդող օրը, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր, ասել է Ռուբինյանը։ Ընդդիմադիրները դեմ էին հունվարի 27-ի օրվա ընտրությանը, առաջարկելով այդ օրը ընտրել օրինակ սեպտեմբերի 27-ը, 44-օրյա պատերազմի սկիզբը։ Ի վերջո այդ օրը համազգային սգի է վերածվել եւ բոլորն էլ այցելում են նահատակների շիրիմներին։ Իրականում իշխանությունը ընտրել է այնպիսի օր, որ լայն հանրության կողմից ընդունելի չլինի եւ իրենց ապահովագրեն Եռաբլուր ապահով ու մենակ այցելելու համար։ Հայտնի է, որ վերջին տարիներին Փաշինյանն ու իր խմբակը ոչ սեպտեմբերի 27-ին են Եռաբլուր այցելում, ոչ հունվարի 28-ին։ Մի հետաքրքիր լուր եկավ Մոլդովայից, սա անսպասելի աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին, կարծում այս Մայա Սանդուի հայտարարությունից հետո ընդհանրապես պիտի չեղարկել ընտրություններ եւ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը Մայա Սանդուի աջակցությամբ ընտրվել է նորից վարչապետ։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել է, որ աջակցում է Հայաստանին ու հայ ժողովրդին ժողովրդավարական ապագան պաշտպանելու հարցում։ Armenpress-ի փոխանցմամբ այս մասին Սանդուն նշել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում։ Ես ցավով եմ հետևում Վրաստանին, չնայած վրաց ժողովրդի խիզախությանը, որը շարունակում է պաշտպանել ժողովրդավարական արժեքները, եվրոպական ձգտումները եւ իր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը։ Ռուսաստանը Վրաստանին վերադարձրեց իր ուղեցիր, ուժեղացնելով պատերազմի հանդեպ վախը, ազդարարելով, որ ընտրություններում սխալ ընտրությունը կարժենա խաղաղություն։ Այժմ Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա եւ օգտագործում է ներքին խոցելույությունները, նշել է Սանդուն։ Այս մարդը, որը կինը, չգիտեմ իրեն կինը համարում թե չէ, բայց կենսաբանորեն կին է, հայտարարում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն է պաշտպանվում, այսինքն այդ սրբազանները, որ բանտարկված են, գործարարներ, բարերարներ, քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, որ բանտարկված են, դա ժողովրդավարության պաշտպանություն է։ Իսկ այ Վրաստանում, որտեղ մեծամասնությունը ընտրել է գործող կառավարությունը, այ Վրաստանում էլ այն փոքրամասնությունն է ժողովուրդ։ Իրենց համար ժողովուրդը հասարակության այն հատվածը, որը պատրաստ է ուտել այն կուտը, որն իրենք տալիս են։ Բայց ես կարծում եմ Հայաստանում էլ սրան պիտի պատասխան տան, ի վերջո Մայա Սանդուն էլ այնպես չի Մոլդովայի օրինական կամ լեգիտիմ ընտրված նախագահ, որովհետև Մոլդովայում բնակվող մոլդովացիները նրա դեմ են քվեարկել եւ ինքը նախագահ է դարձել միայն Մոլդովայից դուրս ապրող, Եվրոպայում ապրող մոլդովացիների, այսպես ասած, քվեարկությամբ։ Այնպես որ այս քաղաքական ծաղրածուի խոսքը կարելի է ընթերցել, բայց լուրջ վերաբերվել չի կարելի, մեկը լինի Մայա Սանդուին աջակցի, որ կարողանա պահել Մոլդովայի նախագահի պաշտոնը։ Մինչև անցնենք պոլիտիկայի մի հրապարակման, որը վերաբերում է քաղաքացիական պայմանագրում տիրող ներքին իրավիճակին, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։
Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ այսպես պոլիտիկայի մի հոդվածը ԿՊ-ում տիրող իրավիճակի մասին։ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ակնհայտ է դառնում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում խուճապը խորանում է։ Պատճառը պարզ է ու բնական։ Մինչ այս պահը հրապարակված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հանրության ընդամենը շուրջ 20%-ն է պատրաստ քվեարկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ավելին, վերջին ամիսներին իշխանության ձեռնարկած որևէ քայլ չի բերել վարկանիշի աճի։ Հասարակական վերաբերմունքը մնում է սառը եւ հաճախ բացահայտ բացասական։ Այս իրողության ֆոնին սպասվող ընտրությունների ժամանակ իշխանության առաջ կանգնած է ընդամենը երկու սցենար։ Առաջին տարբերակը՝ գնալ տոտալ ընտրական կեղծիքների եւ պարզապես թիվ նկարել, սակայն սա ամենավտանգավոր ճանապարհն է, նման զարգացումը կարող է բերել անկառավարելի հետևանքների։ Այս սցենարի դեպքում հատկանշական է, որ Հայաստանի երկրորդ նախագահ եւ ներկայումս ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդ Ռոբերտ Քոչյանը ամիսներ առաջ հայտարարել է. կոպիտ միջամտությունների դեպքում իշխանությունները պետք է պատրաստ լինեն հեղափոխական զարգացումների։ Երկրորդ տարբերակը հասարակության հիասթափության վրա խաղալն է։ Եթե իշխանությանը հաջողվի մարդկանց մեջ վերջնականապես սպանել ընտրությունների հանդեպ հավատը եւ ապահովել, որ մասնակցությունը չգերազանցի ընտրելու իրավունք ունեցողների 40%-ը, ապա նույն այդ 20%-ը արդեն ընտրություններին փաստացի մասնակցածների թվի մեջ կդառնա 50%։ Սակայն այս սցենարն էլ դժվար իրագործելի է։ Քաղաքական դաշտում առկա են մի քանի ընդդիմադիր միավորումներ, որոնք ակտիվորեն աշխատելու են հանրության հետ եւ փորձելու են բարձրացնել մասնակցության ցուցանիշը։ Հենց այս փակուղային իրավիճակն է այսօր ձևավորում ԿՊ-ի ներսում աճող նյարդայնությունն ու խուճապը, երբ ընտրությունը կանգնած է կեղծիքի եւ հանրային պայթյունի կամ հիասթափության եւ անկախատեսելի մրցակցության միջեւ, իշխանության համար որևէ տարբերակ այլևս անվտանգ չի թվում։ Այսօր այսքանն ենք նախատեսել, կհանդիպենք վաղը։